Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջիա Մելոնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ ձեզ խել Իտալիայի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորվում է ձեր առաջնորդությունը եւ ճանաչում այն խիզախությունը, որով դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին։ Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են եւ շարունակաբար զարգանում են։ Մեզ միավորում են ակտիվ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային եւ հնագիտական համագործակցությունը, ինչպես նաեւ համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները եւ պաշտպանությունը։ Վստահ եմ, որ ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների թագավորության վարչապետի հետ։ Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալու առթիվ։ Նիդերլանդների թագավորության վարչապետը իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի եւ կառավարության կողմից իրականացվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն է ստացել խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ։ Այս մասին վարչապետն ասաց ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց 2025 թվականին էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեցին երկու երկրների միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Սա իսկապես կարևորագույն իրադարձություն էր եւ այս իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Տրամպի մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ եւ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը ըստ էության համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին կարող ենք արձանագրել, որ սրանից հետո մեզ սպասում են ամեն տարի պետքա լինի հետ հեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում օրինակ բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ։ Ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ արդեն 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները մենք էականորեն գերակատարելու ենք եւ սա իհարկե առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ։
2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արտագաղթի և ներգաղթի տեմպերի մասին։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է և սկսել է ներգաղթը։ Վարչապետի խոսքով 2025-ին կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը։ Վարչապետը նկատեց, առաջին հերթին դա կապված է խաղաղության հաստատման և հարակից պրոցեսների հետ։ 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի ըստ էության դադար ունենք եւ ունենք ներգաղթ, որովհետեւ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին եւ իհարկե սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է, որովհետեւ հենց թեկուզ են փաստերի արձանագրումով, որոնց մասին ես նշեցի, դրանք իհարկե 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը եւ ելի ուզում եմ ընդգծել, որ դա առաջին հերթին կապված է խաղաղության հաստատման եւ հարակից պրոցեսների հետ։ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0,5%-ային կետով։ Այս մասին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում, ուղեկցվելով եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Հովհաննիսյանի գնահատմամբ ընթացիկ դրական զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ աղքատության և անհավասարության նվազման միտումները կշարունակվեն։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում։ Զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0,5%-ային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4,8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0,9%-ային կետով։ Ըստ այդմ ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության անհավասարության նվազման միտումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մեր իրականացած քաղաքականությունները, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացմանը եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ուղղված միջոցառումները ոչ միայն դրական նպաստ կբերեն անհավասարության հաղթահարման գործընթացին, այլ նաեւ կբարձրացնեն հասարակության ընդհանուր բարեկեցությունը։ Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը կփոփոխվի։ Այդ մասին ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։ Նախարարը հիշեցրեց, այս պահի դրությամբ առաջարկվում է վարորդական իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու միջոցով։ Նախարարն ընդգծեց, նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերվում 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել և վերականգնել իրենց վարորդական իրավունքը։ Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխությանը։ Պիտի փաստեմ, որ բավական երկար ժամանակահատված մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը, այդ թվում քննարկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ
պիտի փաստեն, որ մենք փորձել ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորինս բալանսավորված լուծում առաջարկել մոդելի փոփոխության տեսանկյունից։ Այս պայծրությամբ ինչ ունենք եւ ինչ մոդել ենք առաջարկում, այս պայծրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու պայմաններում, բայց պիտի նշենք, որ միջազգային պրակտիկայում տարբեր օրինակներ կան, այդ թվում վարորդական իրավունքի զրկված անձանց համար վերապատրաստումներ կազմակերպելու օրինակը, փորձաշրջան տրամադրելու հնարավորությունը սահմանափակ հնարավորություններով, ալկոփականների տեղադրման հետ կապված տարբեր լուծումներ եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո մեր քննարկումներում կանգ ենք առել հետեւյալ մոդելային լուծման վրա. զրկման ժամանակահատվածը անցնելուց հետո, այսինքն որպես կանոն այն 1 տարին է, բացառիկ դեպքերում այն 2 տարին է, զրկման ժամկետը անցնելուց հետո անձը պիտի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով, այնուհետև սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան անձի համար եւ 1 տարի փորձաշրջանի շրջանակներում անձին տրվում է 6 բալային միավոր, այսինքն սահմանափակ բալային միավորներ ենք տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է եւ կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ, այսպես ձևակերպեմ, եւ եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, ապա հաջորդ տարվա կտրվածքով վերականգնում ենք 13 բալի հնարավորությունը անձի համար։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի։ Այս մասին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով հավաստագիր ստացած ընտանիքներում ներառված է 26432 մարդ։ Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը, շուրջ 13400 մարդ արդեն գնել են իրենց տունը կամ բնակարանը։ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքների, որոնցում ներառված են 26432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13400 մարդն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը։ Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնաց բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ֆինանսավորող առևտրային բանկերին վարկերի վերադարձը եւ դրանց սպասարկման տոկոսային ծախսերը կատարվելու են առաջիկա տարիներին բյուջետային միջոցներով, ապա այդ աջակցության շրջանակում կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը արդեն իսկ 85 միլիարդ դրամ է։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ ընտրակաշարք բաժանելու գործում պատասխանատվություն են կրում ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի ղեկավարները։ Այս մասին Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում, կոչ անելով իրավապահներին ընտրակաշարքների հետքերով գնալ մինչև վերջ։ Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք մեծամասնություն խորհրդարանական, մենք ստացել ենք 700-ից ավել, 720,000-ից ավել քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականով, տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն 3-րդ անընդմեջ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ ընդդիմադիր 3 կուսակցություններ ընտրակաշարք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշարք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն, եւ ես կարծում եմ, որ եւ ոչ մեկ կարծում եմ, եւ կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետև բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած բանական ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշարք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշարքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։
Ազգային ժողովի փոխխոսնակը խոսեց նաև 2026 թվականի Գյումրիի ընտրություններից, նշելով, որ փաստ է ՔՊ-ն Գյումրիում հավաքել է 50%-ից ավելի ձայն և կան բավարար հիմքեր պնդելու, որ Գյումրիի ավականին պետք է ցրվի և նոր ընտրություններ կազմակերպվեն։ Փաստ է, որ այո, ճիշտ եք ասում, եթե խոսքը թիմ ընտրությունների մասին է, տեղի են ունեցել ընտրություններ, ովքեր մի քանի ուժ իրար հետ իհարկե խաբելով, բայց դա էլ է քաղաքական գործունեության մաս, վատ մաս իրանց դեպքում դա կիրառվում, բայց ձևավորել են իշխանություն, բայց մի վարքան, ոչ, նույն ձև չի արել, բայց հիմա 2026 թվականի ընտրություններում փաստ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում հավաքել է 50%-ից ավելին։ Արդյոք սա ավտոմատ տեխնիկապես նշանակում է, որ Գյումրիի թիմում պետք է լինեն նոր ընտրություններ։ Ավտոմատ տեխնիկապես չի նշանակում, բայց ես կարծում եմ քաղաքականապես նշանակում է, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ պետք է Գյումրիի ավականին ցրվի եւ նոր ընտրություններ կազմակերպեն։ Կրկնում եմ, ես խոսում եմ քաղաքական անհրաժեշտության մասին։ Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ Ժողովուրդ ջան տեղի ունեցել մի քանի մեծ խայտարակություն։ Դուք մոռացել եք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ ձերբակալվել է կաշառք պանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այստեղ disclaimer, մեղադրյալը ամեղ է, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը, եւ բացի դրանից մոռացել եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ինչ որ մեկին ասում է, ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց X որտեվ կարևոր չի, էլի, ով է այս կոնտեքստում։ Օտարերկրյա երկրի։ Հիմա ես կարծում եմ, որ հստակ լեգիտիմության ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում եւ այդ հարցը պետք է լուծել։ Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմության ընտրությունները կեղծված լինելու մասին հայտարարություններին։ Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները։ Ակնհայտ է հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մասշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին սակայն չի ծախվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ծախու արարածներին ասել է, որ ինքը իր հոգին ու իր քվեն չի վաճառ։ Մեր գործընկերները որոշել են, որ իրանք կարան քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցնեն, ասենք մի ուժի գլուխը 5000 էր ասում ԲՀԿ-ի ընձայնագրության մեջինը, ուժեղ Հայաստանը ինչքան էր ասում, ամիսը 100 թե 150։ Ըստ երևույթին ամենաբարձր գնապիտակը իրանցն է, որ գան նոր ազգային ժողով, եթե հանկարծ սխալվեն գան նոր ազգային ժողով, ես կարծում եմ այդ գնապիտակները պետքա հետ վերադառնան իրենց ճակատների։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղեր ցղեցին, հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա։ Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան, Facebook-ի իր էջում գրել է Կալասը։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում քննարկման էր մասնակցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Թուրքիան պատրաստ է միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում կամ տրամադրել հարթակ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների մեկնարկին հայտնել է, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի ձգտումները աջակցելու Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման ուղիների որոնմանը։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ Իրան առաջիկա բանակցությունները բաժանվելու են երկու փուլի։ Նրա խոսքով առաջին փուլը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի կարգավիճակը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը եւ Իրանի ենթակառուցվածքների վերակառուցումն ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռմբակոծություններից հետո։ Նա հավելել է, որ բանակցությունների հետագա փուլը կներառի միջուկային հարցեր եւ պատժամիջոցների մեղմացում, որոնք կլուծվեն վերջնական համաձայնագրով։ Արաղչին նաև հաստատել է, որ պատերազմի ավարտը հայտարարվել է Թեհրանի ժամանակով հունիսի 15-ին, հավելելով, որ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հունիսի 19-ին։ ԱՄՆ-Իրան համաձայնությունը շատ կարևոր քայլ է փետրվարի 28-ին Իսրայելի սադրանքների ազդեցության տակ սկսված պատերազմի ավարտի տեսանկյունից։ Այժմ տարածաշրջանը վերջապես կկարողանա թեթևացած շունչ քաշել, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով թուրքերի, արաբների, քրդերի եւ պարսիկների միջև տարաձայնությունների նոր օջախներ բորբոքելու փորձերը ձախողվեցին։ Էրդողանը մեղադրել է Իսրայելին մերձավոր արևելքում խաղաղ բանակցությունները տապալելու մտադրության համար, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները։ Թուրքիայի նախագահի խոսքով այժմ կարևոր է թույլ չտալ էսկալացիա, խուսափել սադրիչ գործողություններից եւ ուշադիր հետևել սաբոտաժի ցանկացած փորձի։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին։ Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան իր հերթին հայտարարել է քվեարկության նախապատրաստման աշխատանքների մեկնարկի մասին։ Ավելի վաղ նա նշել էր, որ ելնելով ընտրողների պահանջից միասնական քվեարկության օրը կարող է տևել 3 օր։ Ընդհանուր առմամբ երկրում կանցկացվի տարբեր մակարդակների ավելի քան 2.2000 ընտրարշավ։ Նախատեսվում է համալրել 20.7000 պատգամավորական մանդատ եւ ընտրովի պաշտոն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, նշելով, որ Կիևը հույս ունի, որ այն կխրախուսի Վաշինգտոնին վերսկսել Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու ջանքերը։ Այս մասին Սիբիհան նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ Սիբիհայի խոսքով ամբողջ աշխարհին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի վերաբացումը էներգետիկ շուկայի կայունության, այլ ոչ թե ագրեսորներին նոր լծակներ տալու համար, ինչպես նաև նավագնացության ազատությունը ապահովելու համար։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ խաղաղության ջանքերի հարցը առանցքային կլինի Ֆրանսիայում մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։ Ֆրանսիայի Էվիան Լեբեն առողջարանային քաղաքում հունիսի 15-ից 17-ը անցկացվում է G7-ի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ եւ կրկին կհանդիպի նրա հետ գագաթնաժողովի շրջանակներում։ Ադրբեջանի պետական բյուջեից 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման համար հատկացվել է մոտ 2.86 միլիարդ դոլար։ Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին օրենքում այդ նպատակով կատարված ծախսերը 2024 թվականի համեմատ աճել են 39.3%-ով։ Փաստաթղթի համաձայն 2025 թվականին պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտների ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 8.68 միլիարդ մանատ, ինչը 1.5 միլիարդ մանաթով կամ 22.9%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Նշվում է, որ 2025 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 20.9%-ը, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել է 17.4%։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի բնակավայրերում վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում 2 կին, հայտնել է Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով եւս 82-ը վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոցներ։ Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, երկուշաբթի օրը իսրայելական հարձակումների ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բոլոր տարածաշրջանային ճակատներում ռազմական էսկալացիան դադարեցնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ Դրանից օգտվել են հազարավոր փախստականներ, որոնք Բեյրութից ուղղվել են դեպի իրենց կողմից ավելի վաղ լքված հարավային շրջաններ։ Լիբանանի բանակի հրամանատարությունն իր հերթին բնակչությանը զգուշացրել է դեպի հարավ վերադառնալուց զերծ մնալու անհրաժեշտության մասին, մինչև փլատակների մաքրումը եւ ճանապարհների ականազերծումը։
Շարունակենք թողարկումը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենեի հետ։ Այս մասին Facebook-ում հայտնել է նախարարը։ Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը, կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումները եւ զարգացումը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի, գրել է Սուրեն Պապիկյանը։ Փարիզում ընթացող պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների եւ առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների վերաբերյալ։ Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Safe Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման եւ փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի անդամ նոր ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսեպուլոսին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը։ Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդականին ներկայացրել է Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները, առաջիկայում նախատեսված ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին, ինչի համատեքստում Թեոդորոս Ռուսեպուլոսը փոխանցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը։ Քննարկվել են հարևան երկրների հետ խաղաղության կայացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև թրիփի իրականացման ընթացքը։ Գանք այլ թեմաներ։ Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ներգրավված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։ Օգտագործվում են նաև նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնենք, որ նույն օրը ժամը 17:05-ին 112-ը զանգահարել նաև մի քաղաքացի ու հայտնել, որ 7 եւ 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված վայր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ուժեղ Հայաստան կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարույթային գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ուժեղ Հայաստան կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով։ Նայ Արամ ջան,
Իրանք քեզանից ակնկալիքը մենակ ունեն, որ դու ոբշեմ այնտեղ ինչքան կարաս մարդ ճարես էլի։ Այդ որ բանալում եմ բաբդում այդ առանձին ասես, ստեղը շեմ մի քիչ մարդը խնդիրներ ունի, ճոմագլեք իքսել դեզի աստատ կամենզերի ճոմագլեք։ Բացի դրանից էլ ախպեր, իրանք էլի օգտակար են լինելու քեզ էլի, բացի այդ գործից, քո համար էլի այդ բացի ուզում եմ ասեմ, իրանք քեզ ինչ ասեն, էդ էլ հենց նենց չի էլի, օգտակար են լինելու։ Ոչ դեմ առ դեմ հեռախոսով խոսալու բան չի էլի, դեմ առ դեմ որ տեսնակ խոսակ, բայց ես իրանց հետ այսօր անձամբ կխոսամ։ Ասա մոգ ավտոդրա, ասա 80% վարկը վեկալը, ասա օգտեք դու այդ փողը անի, մեծ փողը։ Դու այդ վարկը կայնեսնի այդ տոկոսը հանի ախպեր, միջև աշուն ասա ես տեր եմ այդ։ Ես իրանց տենց եմ ասել, որ մեր կողմնակիցն է, որ անի, ջոգիր, ես հիմա իրանց հետ տենց խոսալու եմ, ոնց դու ես ուզում, բայց նենց չլինի, որ իրանք քեզ օգնեն, բայց դու իրանց կողքաննաս չլնես էլի, ջոգում ես։ Շարը մազը մենք այդքան թռած թուլաց ենք, մենք փողոցի տղա ենք, լավ տղա ենք, որ բան ենք ասում էլի տենց է։ Հա, դե էդ եմ ասում, ինքն էլ գողելնի էլի քեզանից, ջոգիր։ Պասպորտն էլ պետք է ցույց կթողենք մոտները։ Ասել է ինչ որ ներքին կարգով հրաման կա, որ աջակցենք։ Բանին, ուժեղ Հայաստանին։ Հա։ Ես մարդկանց տարել եմ, ներկայացրել եմ իրան։ Խոսքի իրանք Դի հարցրը ասես Մարգոն ասի, հա, Մարգոն աշխատում է, վաղն է դեսուրը լեցնա հրապարակ։ Թող ուրիշ ժամը 3:30 մեր խանութի դրան դեմնի, ես իրան 10,000 դրամ կտամ, բեզին կլսնի։ Հա, քիչ է, կասը։ Հակած կապած սիրուն թող մեր խանութի դրան, ասա միջև տե հասի, ես բեզինի փողը կտամ։ Մարգես կեզի մի բան կարող մեր համար մի քիչ օգնեմ մի բանով մի քիչ ժամանակավոր։ Հա, ոնց, բայց ես հենց չեմ ուզում, որ դու պրոստը որ մեջը բան չլինի, ասենք վերել եմ Ստեվյանի, որ նպաստը Ամայրամի դասավորը, սկիչ ենք էլ դասավորը միջև։ Հա, ում համար ես խոսում։ Բանի, երբ համար էլ։ Հա։ Սամոյ։ Հա, դե նշի որ ես դրա մեջ չեմ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը, 55-ամյա կինը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պատմում է տեսանյութը։ Հունիսի 13-ին ժամը 17:39 ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է եւ Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս 3 հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն հարվածել ու հայհոյել։ Ամենքին ոստիկանության Էրեբունու բաժնից շտաբ մեկնել է օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ ահազանգող տեսուչն ու նրա գործընկերուհին վարչարարություն կատարելու համար փորձել են նույնականացնել տոմս չունեցող անձանց, սակայն ուղևորներից մեկը Մասիս քաղաքի բնակիչ 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ մեկ այլ ուղևոր Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդ հրմշտել եւ քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։ Ամենքին ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Եվ եղանակին ընթառաջ 2026 թվականի հունվարից մինչև հունիսի 16 նկատ ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։ 2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա։ Նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով ջրաբաց թողումներ առայժմ չեն իրականացվում։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում հունիսի 16-ից ցերեկը 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ից 21-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժ գնացում։ Հանրապետության տարածքում հունիսի 16-ին եւ 17-ին կեսօրից հետո 18-ից 21-ը գիշերը եւ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ից 3-ը 17-ից 20-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Այս թողարկման համար այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։